Երկրի ղեկավարը մի քանի անգամ խոսալով Ռուսաստանի նախագահի հետ ոչ մի անգամ օգնություն չի խնդրել։ Իմ խնդիրը ավելի շատ մեր երկրի ղեկավարին էր համոզելը, որ նա խոսալուց խնդրի այդ օգնությունը վերջապես, որտեղ զոհվում են երեխաներ, զոհվում են քաղաքացիական անձեր, հարվածների մասով դուք տեղյակ եք, տարածքներ են գրավում։ Ես կարծում եի, որ ամեն ինչ պետք է անի, որ դիմի ինձ համար տենց էլ մնաց հանելուկ համարյա ամեն օր խոսալով նախագահի հետ Ռուսաստանի ոչ մի անգամ ինքը օգնության հարց չբարձրացրեց։ Հերիք չի, իմ հետ էլ խաղ էր անում, հարց էր տալի, ասում է, իսկ Ռուսաստանի դաշնությունից ինչ կա։ Օրինակ իմ բաներից մեկի մեջ երևում է, որ ես շարունակում էի խոսալ ռուսների հետ, բայց մենք դե ասենք, որ ինչ ենք մենք ուզում, դուք խոսում եք ոչինչ չեք ուզում, կապ չունի ռուսները ինչ են ուզում, մենք պետք է արտահայտենք մենք ինչ ենք ուզում, դու խոսում ես, այս մարդիկ չեն հասկանում, դու իրանցից ինչ ես ուզում, ինձ հարց եք տալի, իսկ Ռուսաստանի դաշնությունը ինչի է պատրաստ, զորք կմցնի, թե չի մցնի, այն ժամանակ չէի հավատում, որ դուք սուտասան եք, իսկ հիմա հավատում եմ, որտեղ վեր եմ լուծում, տեսնում եմ ինչով եք զբաղված երկրում, հերիք խափելով գազ, մազ, այս կբերենք, այն կբերենք, տո չէ, սոված են մնալու ժողովուրդը, մրսելու են։ Ես քեզ պատասխանեցի, որ Շոյգուի մակարդակով պատրաստ են, ընդամենը պետքա դիմել, դու չդիմեցիր։ Իմ այստեղի սաղ ընկերությունը ես միացրել էի այդ թեմային, եւ իրենք էլ էին ասում, որ պատրաստ ենք, բայց թե դուք այդպես էլ չդիմեցիք, որտեղ ես հիմա հասկանում եմ, քանի որ կան փաստաթղթեր, որը խոսում է դրա մասին, կարծում եմ, որ դուք այն ժամանակ էլ 18 թվականից եկել եք, որ Ղարաբաղը հանձնեք Ադրբեջանին։ Ես այդպես եմ կարծում։ Ու իմ կարծիքը միշտ հիմնվում է փաստերի վրա։